Gérard Depardieu, Combs de Monte Cristo ֆիլմում։ Մյուս դերերում Օրնելա Մուտի, Ժան Ռոշֆոր, Պիեր Արդիտի, Սերջո Ռուբինի, Միշել Օմոն, Ֆլորանս Դարել, Ինես Սաստրե, Ժան-Մարկ Թիբո, Ժուլի Դեպարդիո, Քրիստոֆեր Թոմփսոն, Ռոլան Բլանշ, Ժորժ Մուստակի, Էլեն Վենսան, Ստանիսլաս Մերար, Գիյոմ Դեպարդիո, Պատրիկ Բուշիտե, Կոնստանս Էնգելբրեխտ, մասնակցությամբ Միշլին Պրելի և Ժան-Կլոդ Բրիալիի, սցենարի հեղինակ Դիդիե Դկուան, ըստ Ալեքսանդր Դյումայի համանուն վեպի, օպերատոր Վիլլի Ստասսեն, երաժշտությունը Բրյունո Կուլեի։ Ռեժիսոր Ժոզե Դայան։ Ոչ մեկին թույլ չտաք մոտենալ կարգին։ Ալբեր։ Լսիր, խնդրում եմ, քեզ մի բան պիտի ասեմ։ Այո, վաղ ժամը 6:30-ին Սեն Կլու անտառում, ընդամենը մի բառ, պատրաստ ես։ Ես ինքս էլ շատ շփոթված եմ, պարոն Կոմս, բայց հասկանում եք, չեմ կարող պահանջել, որ Պերերի պալատը, որի նախագահը լինելու պատիվը ունեմ, միջոցներ ձեռնարկի միայն նրա համար, որ իր անդամներից մեկի վերաբերյալ ինչ-որ հոդված են տպել։ Մանավանդ, որ թերթը նույնիսկ անուն չի տվել, այլ գրել է Ոմն Ֆերնան, ոչ թե Կոմս դը Մորսերը։ Հասկանում եք։ Երեկոյան համարում բամբերը կբացահայտի մեղավորի անունն ամբողջությամբ, այլևս չեն խոսի Ոմն Ֆերնանի մասին, այլ Ֆերնան դը Մորսերի, Ֆերնան դը Մորսեր։ Պարոն, ձեզ զգուշացնում եմ, հեղափոխությունից ի վեր Ֆրանսիայում այլևս ոչ մեկը անձեռնմխելու չէ, բայց դա չի նշանակում, թե կարելի է մեղադրել Կոմս դը Մորսերի պես մեկին, որը մեծ ծառայություններ ունի պետության առաջ։ Պարոն Դուքս, ահա այն հոդվածի նմուշը, որ երեկոյան լույս է տեսնելու բամբերի առաջին էջում։ Ներեցեք անհամեստ արծի համար, պարոն, բայց դուք ինչ դեր ունեք այս պատմության մեջ։ Ես եմ դրա նախաձեռնողը։ Եվ հանգիստ խոստովանում եք դա։ Միայն արտաքուստ եմ անվրդով, պարոն Դուքս։ Հոգուս խորքում ջղայնություն ու զզվանք եմ զգում։ Հույս ունեմ, սա պարոն Կոմս դը Մորսերի դեմ անձնական վրիժառություն չէ։ Ինչ կարևոր է։
եթե վրեժն օգնում է արդարադատությանը։ Մուտքն արգելված է։ Հավատացեք, թանկագին գործընկերներ, ես այդ ակնարկներին ոչ մի կարևորություն չէի տա։ Ասացեք սուտ մեղադրանքներին։ Եթե շատ եք ուզում, կարող եմ այդպես էլ ասել, սուտ մեղադրանքներին, եթե դրանք ստորագրված չլինեին որոշ հայտնի մարդկանց կողմից, որոնք պնդում են, թե վկա են եղել այդ հանցագործությանը, ճիշտ է։ Լռեք, պարոնայք, լռեք։ Ես ձեզ էլ խոսք չեմ տվել, պարոն Կոմս դե Մորսեր, բայց ես պիտի խոսեմ, պարոն, ոչ մի կանոնակարգ չի կարող ինձ արգելել պաշտպանելու պատիվս, և ձեր այդ հանգիստ տոնը ինձ սարսափելի վիրավորում է։ Բոլորը նրա կողմից են, այդպես էլ պիտի լիներ։ Եթե վաղ առավոտ Ալբերը ինձ չսպանի, կձերբակալեն պետության անվտանգությանը վնաս հասցնելու համար։ Ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դրել, պարոն Կոմս։ Մորսերին թվում է, թե հաղթելու է, որովհետև կարծում է, թե այստեղ խաղացվող պարտիայի բոլոր խաղաթղթերին ծանոթ է։ Բայց ես մի խաղաթուղթ եմ պահել, որի մասին չգիտե։ Ուրեմն խնդրում եմ, արագ հանեք դա։ Սպասիր, ինչև գնամ բերեմ, հետո էլ մի քիչ մաքուրոտ կշնչեմ, այստեղ շունչս կտրվում է։ Ներեցեք։ Եվ ովքեր են այդ վկաները, որոնց մեջ բերել է այդ թերթը։ Նախկինում Յանինայում բարձր դիրք զբաղեցրած մարդիկ, այնքան նախկինում, որ երևի արդեն մեռել են։ Մեռածներին վկա բերելը հին ու հայտնի հնարք է։ Եթե ինձ չեք հավատում, պարոն, հետաքննող հանձնաժողով ուղարկեք Յանինը։ Բերերի պալատն ավելի կարևոր գործեր ունի, քան թուրքերին հյուր գնալը։ Թանկագին դե Մորսեր, այստեղ ոչ ոք ձեր խոսքը կասկածի տակ չի առնում, ամեն դեպքում ոչ ես։ Ես ձեր տրամադրության տակ եմ, պարոն։ Այնքան վաղուց եմ սպասել այս վայրկյանին։ Ես էլ տիկին։ Պարոնայք, լսեք ինձ։ Այսօր ինձ են ուզում վարկաբեկել, իսկ վաղը գուցե ձեզ զրպարտեն, ձեզ էլ։ Իսկ հետո մեր պալատի նախագահին անպատվության սյունին կգամեն։ Իսկ նախագահից հետո էլ, ինչու ոչ, արքային։ Պարոնայք, լռություն, պարոնայք, խնդրում եմ նստեք, թե չէ նիստը փակված կհամարեմ։ Մամուլին մեղադրելը դեռ բավական չէ ինքներդ ձեզ արդարացնելու համար, Կոմս դե Մորսեր։ Իսկ ինչի համար պիտի արդարանամ, որ կյանքս եմ վտանգել Յանինայում, որ ինձ պահել եմ այնքան հերոսաբար, որ նույն Ալի Փաշան, ում դավաճանելու մեջ մեղադրվում եմ։ Քաջությանս համար ինձ գեներալի կոչում է տվել, բայց գեներալի կոչում ստանալուց հետո ինչ եք արել։ Հետո քաղաքը թուրքերի ձեռքը ընկավ և ես, բայց ինչպես ընկավ, ամբողջ հարցը հենց դա է։ Բերեցիք ձեր գաղտնի խառաթուղթը։ Այո, սրտի աղջիկն է։ Լռություն, պարոնայք, լռություն, ձեզ կարևոր լուր ունեմ հաղորդելու։
Ինձ տեղեկացնում են, որ հենց նոր դահլիճ է մտել ինչ-որ մեկը, որը ուզում է վկայություն տալ Յանինայի այս պատմության վերաբերյալ։ Պարոն Դուքս, առանց այնը շատ լսեցինք։ Հերիք է ինչքան քննարկեցինք Կոմսդոմորսերի անձը, ամոթ է։ Բան չկա թանկագինս։ Թող մեր թշնամիները ի վերջո բացահայտեն իրենց դեմքը, ես հենց դա եմ ուզում։ Այսինչ դիմակահանդես է, ով է այս կինը։ Նա է, բարի եղեք, ձեր անուն ասել տիկին։ Յանինա Երքայադուստր Հայդե, Ալի Փաշա Սուլտանի աղջիկը։ Անհնար է, սա խաբեություն է։ Իսկ ինչու է խաբեություն։ Որովհետև թուրքերը սրի են քաշել սուլտանի ամբողջ ընտանիքը։ Ճիշտ է, պարոն։ Նրանք բոլորին մորթեցին։ Մորս, հորս, երկու եղբայրներիս միայն ինձ խնայեցին։ Գուցե նրա համար, որ աղջիկ էի։ Թուրքերը ինչ-որ մեկին խնայեն, խղճան, այս կինը հիմարություններ է դուրս տալիս։ Եթե խղճային կսպանեին, ոչ թե կվաճառեին որպես ստրկուհու։ Եթե ստրկուհի եք, ձեր վկայությունը չի կարող ընդունվել։ Նա այլևս ստրկուհի չէ, պարոն։ Ես գնել եմ նրան եւ ազատություն շնորհել։ Դուք ում կողմից եք։ Տիկին, քանի որ Կոմս դե Մոնտե Քրիստոն երաշխավորում է, կարող եք շարունակել։ Ստրկուհի լինի թե ոչ, նախ պիտի ապացուցի, որ ինքը նա է, ում տեղը իրեն դնում է։ Դուք ասեք, թե ես ով եմ։ Խելագարի մեկը, ահա թե ով եք։ Մոնդեգո, դուք Ալի Փաշայի եւ նրա ընտանիքի ամենամտերիմ մարդկանցից մեկն եք։ Հայդեն իր մարմնի վրա որևէ նշան ուներ։ Դա այնքան վաղուց էր, ինչպես կարող եմ հիշել։ Ուներ որևէ նշան, թե ոչ։ Գուցե իրավացի եք։ Այդ ժամանակ նա փորը լցնում էր քաղցրավենիքով, որը ռահատ լոխում են կոչում։ Ու եթե հիմա ողջ լիներ, պիտի մոտ 200 ֆունտ կշռեր։ Բայց դուք խեղճ աղջիկ, շատ հեռու եք այդ քաշից, շատ հեռու։ Ես էլ եմ Յանինայում եղել։ Ընդամենը մի քանի օրով, իհարկե։ Բայց այդ առիթով պատիվ եմ ունեցել հանդիպելու Սուլտան Ալի Փաշային։ Մենք նրա աղջկա մասին ենք խոսում։ Ճիշտ է։ Ես նրա դստերն եմ հանդիպել։ Այս կինը նրա դուստրն է։ Դուք զառանցում եք Սեն Գիոն, ինչի իմիջայլոց նորություն չէ։ Չգիտեմ երբևէ բազեով որս արել եք թանկագին Դուքս։ Բայց դա իրոք շատ հետաքրքիր բան է։ Ըստ էության խոսեք, պարոն Սեն Գիոն, ըստ էության։ Մի օր արքայադստեր բազեներից մեկն իր կտուցով կտրել էր նրա աջ ականջի բլթակը։ Բայց շտապ եմ նկատել, որ դրանից Յանինայի արքայադուստր Հայդեի գեղեցկությունը բոլորովին չէր նվազել։ Ներեցեք տիկին, ձեզ պարտադրված ստորացման համար, բայց դա այլևս չի կրկնվի։ Պարոնայք Պերեր, խնդրում եմ ոտքի կանգնել, ինչպես որ մեզ մոտ ընդունված է, երբ մեր կողքին ներկա է լինում թագավորական արյուն ունեցող անձնավորություն։ Նա ինքն է իր բլթակը կտրել։ Իչեք, թե չէ ինքս կգամ ձեր հետևից։ Տուն գնացեք, Ալբերտ, ձեր խեղճ մայրը ձեր կարիքն ունի։ Դուք եք իմ հոր անպատվության պատճառը։ Այո։ Բայց երդվում եմ, որ դա ինձ հաճույք չի պատճառում։ Եթե ձեզպես անտաշը չգիտե, թե այս շարժումը ինչ է նշանակում, ասեմ, ես պատիվ եմ պահանջում, որտեղ եւ երբ։
Ես դա չէի ուզում, Ալբեր։ Պատասխանեք, որտեղ եւ երբ։ Դուք պատրաստվում եք մենամարտել Բոշանի հետ։ Քանի որ այդ մենամարտն այլևս իմաստ չունի, առաջարկում եմ նույն տեղում, նույն ժամին։ Ահա իմ մարտավլկաները, ներկայացրեք ձեր վլկաներին։ Մաքսիմիլիան Մորել եւ Բերտուչո։ Մի առևտրական եւ մի սպասավոր։ Փարիզում ես ուրիշ բարեկամ չունեմ։ Ինչ անձրև է գալիս։ Հույս ունեմ նա մեջքի վրա կընկնի, ոչ թե դեմքի։ Նա արժանի չէ քիթը ցխի մեջ մեռնելու։ Թող Բերտուչո, ես կանեմ։ Վերադարձիր Վալենտինայի մոտ, սիրտս անհանգիստ է։ Մի մտահոգվեք, պարոն Կոմս։ Վիլֆորները Սենտ Անտենում են, որտեղ պատարակ է մատուցվում տիկին դը Սեն Մերանի հոգու հանգստության համար։ Իսկ խեղճ Բարուայի հոգու համար ոչ։ Ներեցեք։ Կոմսուին է, Ինչ կոմսուի, տիկին դը Մորսերը։ մեզ մենակ թող Բերտուչո։ Նստեք, Մերսեդես։ Ինչ եք անում, Ինչ որ տեսնում եք, աղաչում եմ ձեզ։ ինչ եք աղաչում, Դուք լավ գիտեք, վեր կացեք։ Աստծու առաջ են խոնարհվում։ բայց դուք էլ եք նրա պես կարող եք հրաշք գործել։ Ինչու հրաշք։ Ձեր որդու պատիվն են ոտնահարել, նա առաջինն է կրակելու։ Բայց դուք լավ գիտեք, որ գնդակը ձեզ չի դիպչի, նա շատ վատ է կրակում։ Գիտեմ, Եվ հետո նա հուզված է, ցնցված, նրա ձեռքերը կդողան, իր առաջին մենամարտն է։ իմն էլ։ Բայց ի տարբերություն ձեր որդու, ես լավ եմ կրակում։ Ուզում եք, որ շեղ նշան բռնեմ։ Այո, Դրա համար եք եկել։ այո, այո, ի սեր Աստծո աղաչում եմ ձեզ։ Ասացեք, որ հենց այդպես էլ կանեք։ Ես մենամարտն այդպես չէի պատկերացնում, բայց ասենք թե ես կարող եմ շեղ կրակել ու չվնասել ձեր որդուն, բայց Մերսեդես ամեն մեկս 2 ատրճանակ է ունենալու եւ նորից ձեր որդու հերթը կլինի կրակելու, բայց այս անգամ 60-ի փոխարեն 30 մետր հեռավորությունից։ Ինձ նշան բռնեք ու կհասկանաք։ Երեսուն քայլի վրա նույնիսկ կրակել չիմացողը չի վրիպի։ Ցավում եմ, Մերսեդես։ Բայց ես ձեր որդուն ողջ չեմ թողնի, որպեսզի հետո նա ինձ սպանի 30 քայլ հեռավորությունից։ Այդ դեպքում թեթև վիրավորեք։ Ասենք ուսը։ Միայն թե այս մղձավանջն արագ ավարտվի։ Սա այդպիսի մենամարտ չէ։ Մեզանից մեկը պիտի մեռնի, ձեր որդին է այդպես կամեցել։ Ամեն ինչին ոչ եք ասում։ Ինչու եք այդպես չարացած մեզ վրա։ Ձեզ ինչ են կարել։ Կարծում էի թե գիտեք։ Ինչպես պիտի իմանայի, եթե ես ինչ գիտեմ ձեր մասին։ Բայց այն օրը գետի վրա ինձ տված թե Այն օրը ինձ էր ինչ-որ բան թված։ Բայց ես հաստատ սխալվում էի, որովհետև նա այդպիսին չէր։ Նա ձեզ նման չէր։ նա, Գետի վրա ձեզ Էդմոն կոչեցի։ այո, իսկ այնուհետև ինչու ոչինչ չասացիք։
Կարծում էի, որ դու պիտի խոսես։ Դու պիտի ասես, դա հենց առաջին օրվանից սպասում եմ այդ խոստովանությանը։ Մեղավորներն են խոստովանում, Մերսեդես։ Ուզում ես ես ասեմ, թե անունդ ինչ է։ Ոչ ոք իմ անունն այնպես չի արտասանել, ինչպես դու։ Հիշում եմ, ինչպես էիր գրում դա քրտնած ապակու վրա։ Այն ժամանակ սիրահարված էի քեզ։ Իսկ հիմա վախենում եմ քեզնից։ Բայց մեկ է, դուր անունս Մերսեդես, խնդրում եմ փորձիր, կոչիր ինձ իմ անունով, մեղմորեն, ինչպես առաջ էիր անում, ասա վերջին անգամ, որովհետև վաղվանից չես կարողանա անունը տալ առանց ատելության։ Ասա, Մերսեդես։ Էդմոն Դանտես։ Ոչ, Էդմոն, պետք չէ։ Ինձ մի կպիր։ Գիտեմ, որ ինձ ատում ես։ Ես վաղվանից միայն կսկսեմ քեզ ատել։ Բայց դու արդեն 20 տարի է։ Եվ ինձնից վրեժ լուծելու համար ուզում ես սպանել որդուս։ Ես վրեժ լուծեմ քեզանից, ոչ։ Ոչ ուրիշներից, այո, բայց ոչ քեզնից։ Քեզնից ընդամենը կուզեի իմանալ, թե ինչ եղավ, ինչու ես մենակ մնացի։ Արդեն ասել եմ, ինձ հայրդ է խոստովանել, թե մահացել ես։ Այո, գիտեմ, ինձ ասել ես, դու կարող էիր հավատալ նրան, որովհետև նա չէր խաբում, ինչպես մյուսները։ Բայց ինչու ամուսնացար Մոնդեգոյի հետ։ Ճանաչում ես Ֆերնան Մոնդեգոյին։ Հիմա գիտես, թե նա ով է։ Ինչպես կարող եմ չիմանալ։ Ամբողջ Փարիզը Յանինայում նրա դավաճանությունից է խոսում։ Բայց Յանինայի դեպքը տեղի կունենար, եթե Ֆերնան Մոնդեգոն արդեն փորձ չունենար դավաճանելու, զրպարտելու, խաբելու։ Ինչ ես ուզում ասել։ Նա է ինձ ձերբակալել տվել։ Ոչ։ Անհնար է։ Նա ասում էր, թե իր լավագույն ընկերոջն է կորցրել։ Տեսել եմ, թե ինչպես էր լալիս։ Նրա ամեն ինչը կեղծ է, եւ արցունքները, եւ հերոսությունը, եւ պատիվը։ Նա ուզում էր քեզ, ու ես նրան խանգարում էի։ Դրա համար էլ անստորագիր նամակ ուղարկեց։ Անստորագիր նամակ ուղարկելը մեծ քաջություն է պահանջում, չէ՞։ Կեղտոտի մեկը։ Այո, բայց ուրիշ կեղտոտներ էլ կային՝ Վիլֆորը, Դանգլարը, Կադրուսը։ Պատժիր նրան։ Բայց ոչ Ալբերին։ Դա քո իրավունքն է։ Պատժիր նրանց բոլորին, բայց նրան մի խառնիր այս ամենին։ Մի սպանիր որդուս։ Եթե կուզես ինձ էլ պատժիր։ Ես վատ բան չեմ արել, բայց ինձ էլ պատժիր, որ սիրտդ թեթևանա։ Ինձ, բայց ոչ որդուս։ Լսում ես, Էդմոն Դանտես, ոչ որդուս։ Ես հորդ կողքին էի նրա կյանքի վերջին վայրկյանների։ Մորելն է այնտեղ եղել, ոչ դու։ Ես էլ, եթե ծերուկ մորելը ողջ լիներ, քեզ կասեր։ Ոչ, մեռածին վկամի բեր։ Բայց դա ճիշտ է։ Ես բռնել էի հորդ ձեռքը այդ վերջին վայրկյաններին եւ մինչեւ վերջին շունչը նա քո մասին էր խոսում։ Ոչ, Մերսեդես։ Ինչքան էր հայրդ սիրում քեզ։ Ոչ, մի օգտագործիր դա։ Նա քեզ սիրում էր, ինչպես որ ես եմ սիրում Ալբերին։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Իսկ դու գնալուցս առաջ ինձ ոչինչ չունես ասելու։ Վաղն առավոտյան 20 տարի ուշացումով դու այլևս ստիպված չես լինի գուշակել Էդմոն Դանտեսը ողջ թե մեռած, նա մեռած կլինի։ Սպանված Ալբեր դե Մորսերի արձակած գնդակից։ Շնորհակալ եմ։ Մնաս բարով, Էդմոն։ Մնաս բարով, Մերսեդես։
Մտիր Մուհամեդ։ Կանչել ես տերիմ։ Այստեղ ամեն մեկիդ համար մի քսակ կա։ Փող է։ Ավելի ճիշտ ադամանտներ։ Դա հեշտ է վաճառել։ Ադամանդներ։ Սա ձեզ կհերիքի, որ վճարեք տունդարձի ճանապարհածախսն ու ապահով ապրեք ձեր երկրում։ Ենթադրում եմ, թե փոքրիկ Հասանը մի գեղեցիկ առագաստանավ կգնի ու հայտնի ձկնորս կդառնա։ Նա այնքան շատ է սիրում ծովը։ Բայց դու նրան կասես, որ զգույշ լինի, ճիշտ է։ Չի կարելի վստահել ծովին։ Ոչ մեկին չի կարելի վստահել։ Տերիմ, մեզ քշում ես քո տնից։ Ոչ։ Իհարկե չեմ քշում, բայց գուցե ես ինքս մեկնեմ։ Մենք քեզ հետ կգանք ուր էլ որ գնաս։ Շնորհակալ եմ, բայց ես գնում եմ այնպիսի տեղ, որ մարդ ոչ մեկի կարիքը չի ունենում։ Մենք պիտի խոսենք։ Ինչ եք անում։ Սեր։ Անձրև է գալիս։ Սիրում եմ անձրևի համը։ Երկինքը բացվեց։ Ինչպես միշտ անձրևից հետո։ Եթե ինձ որևէ բան պատահի, խոստացեք, որ երբեք սիրով չեք զբաղվի, երբ դրսում անձրև գա։ Ինչ պիտի պատահի։ Դու ամենաբարձրահասակն ես, ամենաուժեղն ու գեղեցիկը, դու Կոմս դե Մոնտե Քրիստոն ես։ Քեզ հետ այնքան երջանիկ եմ, որ ինձնից անկախ բանաստեղծ եմ դառնում։ Ժամը քանիսն է։ 6-ն էլ չկա, կարող ես մի քիչ էլ քնել, թե ուզում ես։ Ոչ։ Հանդիպում ունեմ։ Այսքան շուտ, ում հետ։ Նախ Սամոքսիս, քաղցած եմ։ Ինձ ուտելու բան տուր։ Հաց, կարակ, սուրճ։ Գինի էլ։ Նաև ձու, մի քիչ էլ խոզի ճարպ, չէ, շատ։ Ու պանիր էլ։ Հետո էլ, եթե հավի մի 2 բուդ ունես, երդվում եմ չեմ հրաժարվի։ Շատ ակերի մեկը։
Երեկոյան կտեսնենք։ Կամիլ, Այո։ չէ, ոչինչ, ուզում եմ ասել, ես հրաշալի գիշեր անցկացրի, երբեք չեմ մոռանա, Հրաշալի էր, բայց կարճ։ հաջորդը շատ երկար կտևի։ Ուշանում եմ, արդեն կես ժամ ուշացել եմ, չլինի վախեցել եմ, Նա մորսերը, անպայման կգա, դավաճաններից հեղից։ բայց նա մայրել ունի, Մերսեդեսը քաչկին է, իմ կտակն է, Բայց պարոն, քեզ էլ եմ փող թողել, 10 միլիոն, եթե 18-ից 20% շահույթով դնես Թոմսոն և Ֆրենչ բանկում, լավ ռենտա է անում, միայն մի պարտականություն ունես, դու պիտի կազմակերպես իմ թաղումը, շատ պարզ է, ես նավաստի եմ եղել, ուզում եմ ծովը դառնա գերեզմանս, ուզում եմ ինձ ծովը նետեն Փարավոնի նավակամրջից, Մաքսիմիլյանին կխնդրես, գալիս են։ Վիկոնտ դմորսերը ներողություն է խնդրում ուշացման համար։ Ճանապարհին կարգի անիվը ջարդվեց, ստիպված եղանք փոխել։ Շատ լավ, պարոն, ամեն դեպքում դեռ չենք կարող սկսել 60 մետրից կրակելը, առախուղ է։ Բայց եթե ուզում եք, պարոն դե Մոնտե Քրիստոն առաջարկում է միանգամից անցնել 30 մետրից կրակելուն։ Նման կարճ հեռավորության վրա առախուղը մենամարտողներին չի խանգարի։ Հարցն այն է, որ պարոն դե Մորսերը ցանկանում է ինչ-որ բան ասել պարոն դե Մոնտե Քրիստոյին։ Պիտի իմանաք, որ դա դեմ է ընդունված կարգին։ Հիմա միայն ատրճանակները պիտի խոսեն։ Բարի եղեք ստուգել մեր ատրճանակները և թույլ տալ, որ մենք էլ ձերը ստուգենք։ Ես առանց զենքի եմ եկել, պարոն Մորել։ Առանց զենքի։ Ներողություն խնդրելու։ Ներողություն, բայց վիրավորված կողմը դուք եք և ներողություն խնդրելու կարիք չունեք։ Պարոն դե Մոնտե Քրիստո, խնդրում եմ մոտեցեք։ Ուզում եմ ձեզ հետ խոսել իմ և ձեր մարտավականների ներկայությամբ։ Պարոն, եկեք կրակենք և վերջացնենք այս պատմությունը։ Այո, վերջացնենք, բայց ոչ ձեր մտածած եղանակով։ Ես այստեղ եմ եկել ոչ ձեր կողմից սպանվելու, ոչ էլ մանավանդ ձեզ սպանելու։ Մենք չենք մենամարտի, եթե իհարկե դուք չպնդեք։ Եկել եմ ձեզնից ներողություն խնդրելու։ Այս գիշեր, երբ դրսում սարսափելի անձրև էր, մայրս եկավ և ինձ ամեն ինչ պատմեց։ Ինչ, ձեզ ինչ է ասել։ Ձեզ մի քիչ ճանաչելով ենթադրում եմ, թե չէիք ցանկանա, որ ասեի, թե ինչ մեծահոգի քայլի էիք պատրաստվում դիմել։ Ճիշտ է, դա միայն Կոմսուի դե Մորսերին և ինձ է վերաբերում։ Իսկ մնացած ամեն ինչը շատ պարզ է։ Դուք իրավունք ունեիք մեղադրելու և մերկացնելու իմ հորը։ Այո, պարոն Այք։ Կոմս Ֆերնան դե Մորսերը դավաճանության մեղք է գործել ոչ միայն Յանինայում, այլև տարիներ առաջ Մարսելում։ Ոչ, պետք չէ, Ալբեր։ Չեք ուզում, որ խոսեմ։ Ոչ։ Դուք ինքներդ եք ուզում ներկայացնել այդ մեղադրանքը։ Գուցե։ Բայց դա իմ գործն է, ոչ թե ձերը։ Շատ լավ։ Մի վախեցեք։ Ես գիտեմ գաղտնիք պահել, հատկապես եթե մայրս է ինձ վստահել։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ թույլ չտվեցիք ավելի վարկաբեկել հորս։
պատմելով։ Չեք պատկերացնի, թե ինչ երջանիկ եմ։ Ես էլ այս առավոտ կյանքիս ամենաառատ նախաճաշն եմ կերել, քանի որ կարծում էի, թե վերջին անգամն է, ոչինչից չհրաժարվեցի։ Արժեր միշտ այդպես ապրել, Մաքսիմիլյան, վերապրողի նման։ Աղջերբա, մերսիր տիրոջդ։ Լսում եմ։ Ինչ լավ է։ Քո երկրի երգերից երգիր։ Կոմսդամորսերը Կոմսդամորսերն ինչ։ եկել է, ուզում է խոսել ձեզ հետ։ Շատ նյարդային է երևում, ասում է այն ինչ որտին չի արել ինքն է անելու։ Այլ կերպ ասած ուզում է ինձ սպանել։ Այո, պատվով երդվեց։ Իր պատվով, ուրեմն կարող եմ չանհանգստանալ։ Բարոն, ամեն ինչ կատակի մի վերածեք։ Սերթուկը մի տեսակ ուռած էր, գոտուտակ հաստատ ատրճանակներ ունի պահած։ Նրան ուղեկցիր հյուրասրահ, պորտվեին ու թխվածք հյուրասիրիր։ Ասա, որ հիմա կգամ։ Էնպես էր, որ ոչինչի պակաս չզգա։ Իսկ դու գնա Վիլֆորի տուն։ Արագացրու Բերտուչո։ Վալենտինան մենակ է, գնա։ Համեցեք, բարոն։ Ասացին ուզում ես տեսնել ինձ Մոնտեգո։ Մոնտե Քրիստո, եկել եմ քեզ։ Ինչ ասացիր։ Մոնտե Քրիստո։ Կոմս դե Մոնտե Քրիստո։ Սխալ հասեով ես եկել Մոնտեգոն։ Նայիր ինձ, լավ նայիր։ Ես Կոմս դե Մոնտե Քրիստոն եմ։ Ինչ խաղեր եք խաղում։ Ես չեմ խաղում Ֆերնան, երբեք չեմ խաղացել։ Ես տառապել եմ եւ դա խաղ չէր։ Այդ դու ես դերեր խաղացել։ Վշտացյալ ընկերոջ, մխիթարող սիրեցյալի, հերոս գեներալի, ազնվազարմ ու հարգված Կոմսդը Մորսերի, իրականում ստոր անամոթի մեկն ես Ֆերնան։ Դու խաղացիր ու տանուլ տվեցիր։ Պետք չէ, դու ինձ արդեն սպանել ես։ Այսինքն փորձել ես, բայց չկարողացար։ Եվ ահա ապացույցը, ես վերադարձել եմ։ Ինձ հետ կխմես։ Կենացը Էդմոն Դանտեսի։ Իմ խեղճ Ֆերնան, անընդհատ ջարդում ես այն ամենը, ինչ ինձ է պատկանում։ Բերտուչո, ամենտեղ ձեզ եմ փնտրում, Վալենտինան պետք է բժիշկ կանչել, ոչ բժիշկի համար արդեն ուշ է, նրան քահանա է պետք, վազեք քահանա բերեք, վազեք, արագ։ Խնդրում եմ, աղաչում եմ, բարեկամս, պետք չէ ձեր զգացմունքներն ի ցույց դնել, դրանք այլևս ոչինչ չեն փոխի։
Բարեբախտաբար ընդամենը ցեխ է։ Ձեր վերարկուն շատ չի փչանա։ Կարգում կոմսդամորսերը չէր։ Հնարավոր է։ Այդ մարդուն ընդունում եք ձեր տանը։ Իսկ դուք Իր խայտարակվելուց հետո էլ։ թանկագին դագլար, չէ՞ որ ձեզ էլ եմ ընդունում։ Այո, բայց ես նրան ապես չեմ։ Խայտարակվել։ Ինչ իմանաս։ Ֆինանսների աշխարհում համբավը բորսայի նման է, մի օր արժեքները բարձրանում են, մի օր իջնում։ Այսօր ինչ վիճակում է ձեր համբավը։ Պարոն Կոմս, երախտապարտ եմ, որ ինձ կանչել եք, որպեսզի զրուցենք իմ գործերի մասին։ Որովհետև թանկագինս դրանք որոշ ազդեցություն ունեն իմ գործերի վրա։ Պատկերացրեք, ես որոշել եմ հեռանալ Փարիզից։ Պարոն Կոմսին երբեք չենք մոռանա։ Ուզում եմ իմ հետևից պարտքեր չթողնել։ Դրա համար էլ ձեզ երախտապարտ կլինեմ, եթե ինձ 6 միլիոն ֆրանկ վճարեք 48 ժամվա ընթացքում։ 6 միլիոն, բայց ես ձեզ արդեն 6 միլիոն տվել եմ։ Ինձ եւս 6 միլիոն է պետք։ Մի մոռացեք, որ Թոմսոն եւ Ֆրենչ բանկը անսահմանափակ վարկ է բացել։ Գլուխս տարակ ձեր Թոմսոն եւ Ֆրենչով։ Այնտեղ Իտալիայում նստած ինչ գիտեն իմ դրամարկղի մասին։ Իմ դրամարկղը դատարկ է։ Շատ ցավալի է, որովհետև եթե հրաժարվեք վճարել իմ պահանջած գումարը, վախենամ, թե Թոմսոն եւ Ֆրենչ բանկը որոշի ձեզ սնանկացնել։ Սնանկացնեն։ Ինձ սնանկացնեն։ Բայց բոլոր այն գումարները, որ կորցրել եմ, ձեր պատճառով եմ կորցրել։ Բոլոր այն հրաշալի ներդրումները, որ խորհուրդ էիք տալիս անել, ոչ մի օգուտ չբերեցին։ Շնորհակալ եմ, Հասան։ Ուրեմն պայմանավորվեցինք 6 միլիոն 48 ժամվա ընթացքում։ Ներողություն։ Այս նամակը կփոխանցեք ամուսնուս։ Տիկինը կարող է անձամբ տալ։ Ահա, պարոն Կոմսը վերադառնում է։ Ոչ։ Չեմ ուզում խոսել նրա հետ։ Ֆերնանին։ Հասել ենք, պարոն Կոմս։ Հենց այս առավոտ նա տակ կաթ պահանջեց, ու քանի որ Բերտուչոյին չգտանք, կինս նրան մատուցեց։ Ինձ մենակ թողեք հիվանդի հետ, ուզում եմ լսել նրա խոստովանությունը։ Բայց հայր իմ կարիք չկա, նա անգիտակից է։ Դա Աստծո գործն է, տիկին, ոչ թե ձերը։ Եվ Հիսուսն ասաց նրան.
Քո եղբայր Ղազարը հարություն կառնի։ Նա ով հավատում է ինձ, եթե մեռնի, հավիտյան կապրի։ Ինչու եք այդքան վախենում, անհավատներ։ Ահա, ես լրիվ մերկ եմ։ Ինչպիսի ստորացում։ Ինչպես պիտի տնից դուրս գամ առանց իմ զարդերի։ Տնից դուրս գաս, իսկ ուր ես պատրաստվում գնալ։ Մոռացել ես, որ վաղը պիտի գնանք Վիլֆորի աղջկա թաղմանը։ Սև շղարշ կգցես ու ոչ ոք չի նկատի, որ առանց զարտերի ես, բայց սա ընդամենը 2 միլիոն է անում։ Պիտի վաճառենք Ռամբույեի մեր որսատեղին եւ որոշ կահույք։ Ոչ, կահույքին ձեռք չտաս, կահույքն իմն է, ընտանիքիցս եմ ժառանգել։ Նախ խնդրում ես, որ սնանկանամ ու բան տնկնեմ։ Բոլորս այնքան երջանիկ էինք։ Կյանքն այնքան գեղեցիկ էր ու հեշտ։ Ընդամենը մի քանի ամսում Վիլֆորի տանն այդքան մարդ մահացավ։ Մորսերն ինքնասպան եղավ։ Հիմա էլ դու ես սնանկացումից եւ բանտից խոսում։ Ինչ վատ բան ենք արել, որ հասել ենք այս վիճակին։ Չգիտեմ, Էրմին։ Չէ, պիտի իմանաս։ Աստված հենց այնպես չի ջղայնանում։ Ինքս ինձ ոչնչում չեմ կարող մեղադրել։ Իսկ դու։ Ես։ Իհարկե չէ։ Հա։ Ինչ է, հա։ Ես վատ բան եմ արել։ Ես արժանի եմ, որ վաճառես բոլոր զարդերս եւ կահույքը։ Ես պիտի պատժվեմ։ Ես քեզ դավաճանել եմ տարիներ առաջ։ Ես երեխա եմ ունեցել ուրիշ տղամարդուց։ Բայց դու չես կարող երեխա ունենալ։ Գուցե քեզնից է։ Ամեն դեպքում ուրիշի հետ կարողացա։ Տղա էր։ Ով է այդ ուրիշը։ Ինչու չես հարցնում, ինչ երեխա, ուր է այդ երեխան։ Ես երեխա ունեմ։ Երեխա ունեմ, որին չեմ ճանաչում, որին ոչ ոք չի ճանաչում։ Եվ տեսնում եմ, դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Երևի որևէ գանձապահի հետ է եղել։ Նրան հաճախ եմ տեսել գանձապահների շուրջը պտտվելիս։ Նայում էր նրանց։ Այդ ցլերին ու շրթունքները լիզում էր։ Կնոջ փոքրիկ լեզու։ Վարդագույն ու թաց։ Չգիտեն, թե դա ինչպես է տակնու վրա անում երիտասարդ գանձապահների հոգիները։ Իմ միակ մեղքն է, որ երիտասարդ գանձապահների է աշխատանքի վերցնում։ Բայց ամեն ինչ արդեն վերջացած է։ Երիտասարդ լինեն թե ծեր մեկ է, էլ չեմ կարող նրանց վերջարել այնպես, որ դուրս կորեք, բոլորդ կորեք։ Հետվեք մեր փողերը, Հետվեք մեր ոսկիները, հետվեք ոսկիները, գողեր։ Մի կողմ քաշվեք, թողեք արդարադատությունը իր գործը անի։ Դանգլար բանկը իր հաճախորդներին տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցնում է վճարումները։ Հետ տվեք մեր փողերը։ Ցրվեք, հետ գնացեք։ Թող Աստված օրհնի ձեզ մայրիմ ձեր հյուրընկալության համար։ Հասկանում եմ, որ ձեզ համար անտանելի էր ինքնասպանի տանը գիշերելու գաղափարը։ Դա միակ անցանքն է, որ Աստված չի ներում։ Եթե ինքդ քեզնից սարսափելով վերջ ես դնում կյանքիդ, նշանակում է, որ չես հավատում Աստծո գթասրտությանը։ Եթե նրա գթասրտությունն անսահման է, ուրեմն վստահ եմ, որ կների նաև հուսահատությունը։ Երբ ներում են, ամեն ինչն են ներում, նույնիսկ աններելին։ Դա ձեր տեսակետն է, Տիկին Կոմսուհի։ Ոչ, մայրիմ, ինձ այլևս Կոմսուհի մի կոչեք։ Այդ կյանքն արդեն անցյալում է։ Դրա համար էլ ցանկացա իմ կարողությունը նվիրաբերել ձեր համայնքին։ Մենք կաղոթենք, Տիկին։ Կաղոթենք, որ Աստված ձեզ օգնի խաղաղություն գտնել եւ պահպանի ձեզ, պարոն, Ալժիրում ձեր գտնվելու ընթացքում։ Ավելի լավ է Աստծուն խնդրեք, որ ինձ օգնի վերականգնել մեր պատիվը, որ դժբախտ հայրս արատավորել է։
Ասացեք ընտանիքին, որ ես պատրաստ եմ։ Մյուսներին պիտի սպասենք, պարոն։ Ինչ մյուսներ։ Մյուս մարդկանց, որ կգան միանալու թափորին։ Հանգուցյալն անկասկած բարեկամներ ուներ։ Ոչ, պարոն, միայն մենք ենք։ Գնանք, խնդրում եմ, որքան հնարավոր է արագ վերջացնենք այս գործը։ Գնացին իրենց վիշտը սքալու։ Մենք էլ անցնենք մեր գործին։ Փողը ձեզ մոտ է։ Ասել էինք 3000 ֆրանկ, որ կապարիչն ամուր չմեխենք, 2000 ֆրանկ էլ, որ քար չդնենք։ Ես ձեզ 20000 կտամ, բայց մի բան էլ պիտի անեք։ Հետաքրքիր է, ինչ եք ուզում այդ գնի դիմաց։ Որ աղջկան հանենք գերեզմանից։ Բժշկական ֆակուլտետի երիտասարդ ուսանողներին թարմից եք մարտակարարում դիահերձման համար։ Ոչ, ընդամենը ուզում եմ գնել ձեր դիակարգը, ձիով եւ իհարկե ձեր լռությամբ անդերձ։ Համաձայն եմ, չնեղանաք, բայց դուք քահանաներդ տարօրինակ գործերով եք զբաղվում։ Եկեք գնում ենք, արագացրեք, արագ, արագ։ Իսկ հիմա Բերտուչը գործի անցնենք արագ։ Գործը ինչպես է այսօր։ Դեռ քնած է։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Գործն ու մարդ էակը նույն ֆիզիոլոգիան չունեն։ Ճիշտ է, գործը դեռ երկար կարող է քնել, այնինչ Վալենտինան կարող է մեռած լինել։ Լավ, վերջացնենք մեր գործը արագ։ Շնչում է Բերտուչո։ Ձբեռնակուն մտած փոքրիկ կենթանու պես, բայց շնչում է Բերտուչո, շնչում է։ Դե օգնիր, իջիր, օգնիր ինձ։ Երբ ուշքի գա, շատ ծարավ կլինի, մրսած ու վախեցած։ Չի իմանա ինքնով է, որտեղ է։ Մի վախեցեք, ես կզբաղվեմ դրանով։ Հենց արթնանա կտանեմ քայլելու։ Պրովանսի ընտիր կառաջարկեմ, դուք մի մտահոգվեք։ Իմիջիայլոց, խեղճ Մաքսիմիլիանը տեղյակ է այս ամենին։ Ոչ, իհարկե ոչ։ Ինչպես թե ոչ։ Ասում եք, թե որդու պես սիրում եք նրան, ինչ դաժան եք։ Ոչ, զգուշավոր եմ։ Եթե հանկարծ այս ամենը վատ վարշանա, խեղճ տղան շատ կհուսատվի։ Ուզում եք ասել, եթե Վալենտինան հանկարծ չարթնանա։ Բռնիր։ Տեսնում եք, վստահ չեք, որ այս ամենը բարեհաջող է ավարտվելու։ Աստվածի մահտում եմ սև զգեստները։ Էլոիզ, դուք ինքներդ ցանկացաք սև հագնել։ Ինչ եք ուզում ասել։ Այն գիշեր, երբ Վալենտինային թունավորեցին, տանն ընդամենը 4 հոգի կար, Վալենտինան, հայրս, դուք եւ ես։ Կարծում եք Վալենտինան կարող էր ինքնասպան լինել։ Դե չէ, չեմ կարծում։ Ուրեմն ով է նրան թույն տվել։ Հայրս։ Ձեր հայրն իր այդ վիճակում դա ուղղակի անհնար է։ Մնում ենք դուք եւ ես։ Արդյոք ես եմ սպանել աղջկաս։ Անկեղծ ասած, չգիտեմ։ Ես գիտեմ, որ ոչ, եւ եզրակացնում ենք, որ Դուք գժվել եք։ ես ձեզ մեղադրում եմ 3 սպանության մեջ։ Մարի Լուիզ դե Սեն-Մերանի, սպասավոր Ժյուլ Բարուայի եւ աղջկաս Վալենտինա դե Վիլֆորի։
Կորստի ցավից ձեր գլուխը կորցրել եք։ Սպանելու համար պետք է պատճառ ունենալ։ Փողը։ Փողը։ Աստված իմ, փողը։ Այո։ Փողը։ Նախ տիկին Դսեն Մեռանին սպանեցիք, որ Վալենտինան ժառանգի նրա հարստությունը։ Դրանից հետո սպանեցիք Վալենտինային, որպեսզի այդ հարստությունը իմ միջոցով ձեզ հասնի։ Իսկ բարոան։ Բարոան։ Գուցե նրանից էլ էի ուզում ժառանգություն ստանալ։ Ոչ։ Բարոան չպետք է մեռներ։ Դուք իմ խեղճ հորից էիք ուզում ազատվել, որպեսզի փողը միայն ձեզ հասներ։ Որովհետև ենթադրում եմ, թե որոշ ժամանակ անց ինձ էլ Մտածեք։ Մտածեք խելագար քայլ անելուց առաջ։ Եթե ես այնքան հանցավոր եմ, որքան պնդում եք, եթե ինձ մեղադրեն, եթե ինձ քարշ տան դատարան, դուք առաջինը կխայտառակվեք։ Եվ դրանից հետո ձեր հրաշալի կարիերայի վերջը կգա։ Վալենտինայի մահից հետո կյանքս իմաստ չունի, կարիերաս առավել ևս։ Ես ձեզ վերջին շանսն եմ տալիս տիկին։ Ընդունում եմ։ Ինչ էլ որ ասեք։ Մի ոգևորվեք թանկագինս։ Ձեզ փրկություն չեմ առաջարկում, այլ ընդամենը պակաս նվաստացուցիչ մահ, գիլյոտինի սայրից 2.5 լինելու, ամբոխի ատելության ու զզվանքի աղաղակներին արժանանալու փոխարեն։ Ձեր թույնը կարծեմ սարսափելի ցավեր է առաջացնում, բայց պետք է որ գոնե մի քիչ պատժվեք։ Ճիշտ չէ։ Ձեզ մի ժամ եմ տալիս տիկին։ Մի ժամ։ Օրիորդ Վալենտինա։ Օրիորդ Վալենտինա, խնդրում եմ, փորձեք արթնանալ։ Հերիք է ինչքան քնեցիք։ Ինչ սառն է։ Պարոն Աբբա, ենթադրում եմ, թե ձեր վարձատրության համար եք եկել։ Վարձատրության։ Այո, քահանային վարձատրում են, չէ՞։ Ոչ, կարիք չկա։ Կադրուսին դաշունը հարեցին, Մորսերն ինքնասպան եղավ, Դանգլարը փախուստի է դիմել։ Ձեր աղջիկը մեռած է։ Կարծում եմ ես լիովին վարձատրված եմ։ Իմիջայլոց ես միշտ ազնիվ մարդ եմ եղել, չէի կարողանա ընդունել ձեր փողը։ Ես քահանա չեմ։ Քահանա չեք, ինչպես թե քահանա չեք, դուք Աբբա Բուզոնին եք։ Ոչ, Բայց ես ձեզ ճանաչում եմ։ ոչ, պարոն դատախազ, դուք ինձ չճանաչեցիք։ Մոնտե Քրիստոն։ Դուք Կոմս դե Մոնտե Քրիստոն եք։ Ոչ, Վիլֆոր։ Ես Էդմոն Դանտեսն եմ։ Դանտես։ Ձեզ չէի ճանաչել։ Սեփական հանցանքը ճանաչելը դժվար է։ Ինչ եք ուզում։
Ինչ եք սպասում ինձնից։ Ուզում եք ձեզ արդարացնեն, ես կմիջնորդեմ, նույնիսկ արքայի մոտ կգնամ, եթե պետք լինի։ Արդարությունը կվերականգնվի։ Արդարությամբ ես ինքս կզբաղվեմ։ Ես ձեզ հասցե եմ բերել։ Շերշ միդի բանդ։ Մարդասպանների բաժանմունք։ Ուզում եք ինձ բանտ նստեցնել, բայց ես չեմ սպանել Էլոիզին, նա ինքնասպան է եղել։ Եթե դա ճիշտ է, ուրեմն ավելի լավ նրա համար։ Պատվովս եմ երթվում, որ ես չեմ սպանել, չեմ ուզում բանտ գնալ։ Նույնիսկ ձեր որդուն տեսնելու համար։ Որդուս։ Ինչ է, չգիտեիք, որ որդի ունեք։ Շատ կհավանեք նրան, անունը Տուսեն է, որովհետև նրան Տուսենի տոնի օրն են գտել Օթյոյի տան այգում։ Հուսով եմ ստիպված չեք լինի նրա դեմ մեղադրանքով հանդես գալ ու ձեր հարազատ որդու համար մահապատիժ պահանջել։ Դա այնքան հեշտ չէ, որքան Էդմոն Դանտեսին Իվ ամրոց ուղարկելը։ Մնաք բարով, պարոն դատախազ։ Ներեցեք, որ պիտի լքեմ ձեզ, ինչպես ասում են բարձրաշխարհիկ հասարակությունում։ Իսկ դուք մնացեք ու տառապեք։ Խեղճ զավակս։ Ձեզ էի սպասում հեռանալուց առաջ։ Ես էլ եմ մեկնում, Մարսել ես վերադառնում։ շատ ավելի հեռու, Ալժիր։ անհամեմատ ավելի հեռու։ Չեք գուշակում։ Հիմա կգուշեմ։ Այն առավոտ մենամարտից հետո ինձ տվեցիք ձեր ատրճանակներից մեկը, որպես հիշատակ։ Ոչ, Մաքսիմիլյան, վերադարձրու զենքը։ Հիմա ինձ մոտ չէ։ Դուք լավ կրակող եք, կիմանաք։ Ավելի լավ է փողը բերանից դնեմ, թե քունքիս։ Մաքսիմիլյան, վստահիր։ Ում, Աստծուն։ Ղազարից ու Հիսուս Քրիստոսից հետո կարծեմ Աստված ոչ մեկին հարություն չի տվել, երևի ձևը մոռացել է։ Ես էլ էի այդպես խոսում, երբ կտարիքում էի։ Նույն հուսահատություններ, նույն ըմբոստությունը, գրեթե նույն բառերը։ Գիտես, որ ես էլ եմ ցանկացել մեռնել։ Ինչու։ Դուք ամեն ինչ ունեք, ումանավանդ սեր։ Այդ ժամանակ ոչինչ չունեի։ Նույնիսկ արևի լույսը տեսնելու իրավունք չունեի, էլ ուր մնաց սիրո։ Ու մի օր, երբ սարսափելի հուսահատ էի, հանդիպեցի մեկին, որ ինձ հետ խոսեց այնպես, ինչպես այսօր ես եմ քեզ հետ խոսում։
Եվ ասաց. «Վստահիր ու հավատա չնայած ամեն ինչին, Էդմոն Դանտես, հավատա»։ Ինչու Էդմոն Դանտես։ Որովհետև ինձ այդպես են կոչում։ Էդմոն Դանտեսը մահացել է։ Շատ մարդիկ այդպես էին կարծում։ Հայրդ էլ։ Աստված իմ, որքան էի ուզում նրան ասել ճշմարտությունը։ Հայրս կճանաչեր ձեզ, եթե Էդմոն Դանտեսը լինեիք։ Նա չէր կարող Դանտեսին ճանաչել Լորդ Վիլմորի դիմակի տակ։ Լորդ Վիլմորի դիմակի։ Դու եւ Վալենտինան սիրում էիք այն ներկայացումը, որում հրաշագործն անընդհատ կերպարանափոխվում էր։ Բայց նրա հնարքները ոչինչ են իմ արածի ամեմատ։ Լորդ Վիլմորը, Աբաբուզոնի եւ Կոմս դե Մոնտե Քրիստոն միևնույն մարդն են, եւ այդ մարդը Էդմոն Դանտեսն է։ Բայց ինչպես, ինչու։ Դա երկար պատմություն է, զավակս։ Պատմություն, որտեղ Վալենտինան էլ իր տեղն ունի։ Ուզում ես լսել։ Ոչ, հիմա ես միայն մի բան եմ ուզում լսել, կրակոցի ձայն։ Դու ոչինչ չես լսի, որովհետև մինչ այդ կմեռնես։ Ատրճանակի գնդակը շատ արագ է հարվածում։ Եթե իհարկե չվրիպես։ Վրիպելը հեշտ է։ Հերիք է, որ ձեռքը դողա, որ փողը մի քիչ շեղ բռնես ու անդաման լույս կդառնաս, ծերուկն ու արտիեի պես։ Ավելի լավ բան ունեք առաջարկելու։ Օրինակ տույն։ Ես հրաշալի տույն ունեմ, հերիք է խմես ու քնում ես, հանգիստ ու առանց ցավի։ Սկսում ես երազ տեսնել, հետո երազը քամուց քշվող մառախուղի պես ցրվում է։ Քիչ անց այլևս ոչինչ չի մնում բացի մթից, անեությունից ու լռությունից։ Եվ վերջ։ Վերջ։ Ոչինչ չես զգում։ Ոչ մի բան։ Տվեք դրանից։ Ոչ այս երեկո։ Քեզ մի բան եմ ուզում առաջարկել, Մաքսիմիլիան։ Ինձ 15 օր տուր։ Խոստացիր, որ այդ 15 օրվա ընթացքում չես փորձի կյանքիդ վերջ դնել։ 15 օրից կհանդիպենք Մարսելում։ Եթե դու առաջվա պես հուսահատ լինես, խոստանում եմ, որ քեզ մահացու թմրադեղ կտամ։ Կարծում եք 15 օրում կմոռանամ Վալենտինային։ Ինձ ամբողջ հավերժությունն էլ չէր հերիքի։ Եթե հավերժությունը բավականաչափ հզոր դեղամիջոց չէ քո ցավը հանգստացնելու համար, ուրեմն պատճառ չունես գլխակորույս նետվելու դրա մեջ։ Քեզնից ընդամենը 15 օր եմ խնդրում։ Ինձ թվում է, որ կարող ես անել դա ինձ համար, եւ հիշատակ այն ամենի, որ Լորդ Վիլմորն արել է քո հոր համար։ Շատ լավ։ Ուղիղ 15 օր, ոչ ավելի։ Երդվում ես։ Այո, երդվում եմ։ Բայց դուք էլ պիտի երդվեք։ Այո, Մաքսիմիլիան։ Երդվում եմ օգնել, որ մեռնես, եթե սխալվեմ։ Ամեն ինչ պատրաստ է, տերիմ։ Կարող ենք գնալ, ուր որ ցանկանաս։ Ձեր խոհարարի գործը չէ՞ սա։ Ես այսօրվանից խոհարար չունեմ։ Այլևս չեմ կարող ինքս ինձ թույլ տալ այդ շքեղությունը։ Նրան ազատել եմ աշխատանքից։ Բայց ինչու ինձ չեք ասել։ Նրան հաճույքով կվերցնեի մեզ հետ ու կշարունակեի աշխատավարձ վճարել։ Դա բոլորովին խնդիր չէ։ Նորությունը լսել եք։ Գնացել էի Բոշանին մնաց բարովասելու։ Այնտեղ իմացա, որ Ֆրանց Դեպինյան խենթի պես սիրահարվել է Հայդեին։ Արդեն ամուսնությունից են խոսում։ Հուսով եմ ամեն ինչ լավ վերջանա։ Ոչ, չէ որ դուք մեկնում եք։ Մենք ենք մեկնում միասին։
Ամուսինս սիրում էր եղանակը գուշակել։ Շատ էր տարված ամպերով։ Ասում էր, թե լավ եղանակը փոքրիկ շեղում է անձրևոտ, սառը մռայլ օրերի արանքում։ Դուք էլ իմ փոքրիկ շեղումն էիք։ Եվ դա շատ գեղեցիկ էր։ Չէ եք խոսում։ Ուր են ձեր ճամպրուկները։ Ոչ միտեղ։ Ինչպես թե ոչ միտեղ։ Դուք պատրաստ չեք։ Շտապեք, Կամիլ, շուտով մեկնում ենք։ Ես ժամադրություն ունեմ, որին չեմ կարող չգնալ։ Մնում եմ իմ բակլաների հետ։ Միթե չեք հասկացել, որ առանց ինձ պիտի գնաք։ Ինչ է կատարվում։ Կամիլ։ Ձեզ ինչ է եղել։ Ինձ էլ չեք սիրում։ Սիրում եմ։ Միշտ կսիրեմ ձեզ։ Դուք հրաշագործ եք։ Ես քնած էի։ Դուք ինձ արթնացրիք։ Ուրախ եմ, որ բացել եմ աչքերս։ Աշխարհը գեղեցիկ է, մանավանդ ամռանը, բայց Բայց ինչ։ ես կին չեմ։ Այսինքն իսկական կին։ Տարօրինակ փոքրիկ աղջիկ եմ։ Իմ նկատմամբ գուցե քնքշանք եք զգում, բայց ինձ չեք սիրում։ Գժվել եք։ Իհարկե սիրում եմ։ Դուք այնքան մաքուր եք։ Ասեք միամիտ։ Իմ միամտությունն ի վերջո կձանձրացնի ձեզ, եւ դուք երես կթեքեք ինձնից։ Ես դժբախտ կլինեմ։ Դուք չափազանց թունդ լիկյորների համն եք տեսել եւ հազիվ թե գոհանակ օշարակի համ ունեցող կնոջով։ Ես պաշտում եմ օշարակի համը։ Ինչու եք ուզում ինձ զրկել դրանից։ Եթե երբևէ վերադառնա Կոթյոյ, ես այստեղ կլինեմ։ Բայց դու չես վերադառնա։ Մերսեդեսը քեզ կպահի իր կողքին։ Մերսեդեսը։ Նա սպասում է քեզ։ Դուք արդեն 20 տարի է սպասում եք իրար։ Լաց ես լինում։ Սոխից է։ Եթե գյուղում ապրեիր, կիմանայիր, որ սոխ մաքրելիս մարդ արտասվում է։ Կամիլ։ Սա բակլա է։ Եվ նույն ընտանիքին է պատկանում, ինչ սոխը։ Լավ կլինի արագ գնաս։ Ոչինչ մի ասա։ Խնդրում եմ առանց աղմուկի, թող հանգիստ քնեմ։ Էդմոն, Այո, Կամիլ։ նրանց բոլորին ստիպեցիր, որ վճարեն, չէ։ Այո, եւ շատ թանկ։ Կարող եմ ես էլ քեզ պահանջագիր ներկայացնել։ Ինչպես թե պահանջագիր։ Այո, իմ հրաժարումի գինը։ Ես քեզ վերադարձնում եմ Մերսեդեսին, դա ինչ որ բան արժե, չէ։ Ինչ ես կարծում, դու որ այդքան արդարամիտ ես։ Մտածել եմ դրա մասին, բայց չէի համարձակվում քեզ առաջարկել։ Վախենում էի վիրավորվես։ Իմ հարստությունը քոնն է, այլևս դրա կարիք չունեմ։ Ինձ քո փողը պետք չէ։ Ուրեմն ի՞նչն է պետք։ Ուզում եմ, որ ներես։ Ներեմ։ Ես։ Ում։ Բոլորին, ամբողջ աշխարհին։ Նույնիսկ անձրևին, որ թափվում է վրատ, երբ դու առանց գլխարկի ես։ Քեզ ասում եմ դա, որովհետև ես կարողացել եմ ներել այն մարդուն, որը սպանել է ամուսնուս։ Դա միանգամից չեղավ իհարկե, բայց ես կարողացա։ Եվ կարծում եմ դու էլ կկարողանաս։ Ամեն դեպքում քեզ դա եմ խնդրում։ Կարծում ես շատ է։ Այո։ Բայց ես կփորձեմ, խոստանում եմ։ Կոմս դե Մոնտե Քրիստոն չի փորձում, այլ անում է ուզածը։ Ես քեզ սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Դե, արթնացիր, դե արթնացիր։ Նա մեռել է։ Իրոք որ մեռել է։ Արթնացիր։ Դե,
Ավելի արագ, շտապեք։ 10, 11, 12, ամեն ինչ ճիշտ է։ Վճարված է։ Հենց որ վերադառնամ Փարիզ, պարոն տնօրեն, ֆինանսների աշխարհը կիմանա, որ դուք ազնիվ մարդիկ։ Մենք պարտավոր էինք վերադարձնել այն գումարը, որ Թոմսոնի եւ Ֆրենչ բանկի պահանջով դուք վճարել եք Կոմս դե Մոնտե Քրիստոյին։ Ինչ տարօրինակ պատմություններ, չէ՞։ Ինձ լավ վախեցրիք։ Անսահմանափակ վարկ, երբեք նման բան չէի տեսել։ Խոստովանեք, պարոն, որ նորին գերազանցություն Կոմս դե Մոնտե Քրիստոն էլ սովորական մարդ չէ։ Հարգանքներս, բարոն, ես Լուիջի Վամպան եմ, ինչ եք ամենում, ինչ իրավունքով եք ինձ գերի վերցրել, գերի, ձեզ, սխալվում եք, դուք իմ հյուրն եք, դուք ինձ հարովանգել եք, անզգայացրել ու բանտարկել, այդ ինչ տարօրինակ թմրանյութ էր, կոկորդս այրվում է, մի քիչ խմեք, ձեզ լավ կզգաք, ինչ կուզեիք խմել, գուցե մի քիչ կիանտի, մենք մի շիշ ունենք, իսկ հրաշք է, լավ, կիանտի, եթե ուզում եք, բայց արագ, 200,000 ֆրանկ արժե։ 200,000 ֆրանկ մի քիչ գինին։ Ինչպես թե մի քիչ։ 200,000 ֆրանկով Լուիջի Վամպան ձեզ մի ամբողջ շիշ կբերի։ Թեկուզ մի շիշ, թեկուզ մի տակար կամ թեկուզ 10, դա խելագարություն է։ Խելագարություն։ Դուք բանկիր չեք, բանկիրները հարուստ են լինում, չէ՞։ Կյանտին ձեզ պայեք ու ինձ ջուր տվեք, կոկորդս վարվում է։ Ջուր տվեք, մի սափոր, թե մի բաժակ։ Սափորը 100,000 արժե, իսկ բաժակը 20,000։ 20,000 ֆրանկ։ Մի բաժակ ջուրը։ Բայց ախր մաքուր է, ջրի պես, դուք ավազակ եք, ավազակ, ինչպես եւ դուք, պարոն բարոն, իմ եւ ձեր միջև միակ տարբերությունն այն է, որ ես դա երբեք չեմ թաքցրել։ Ով է այս մարդը։ Ինձնից ինչ է ուզում։ Հա, դուք երևի դահիճն եք, հա։ Խղճացեք, պարոն, խնայեք, խեղճիս։ Գոնե զղջում եք։ Զղջամ։ Ինչի համար պիտի զղջամ։ Ձեր գործած չարիքի։ Իմ գործած չարիքի։ Բայց ես չարիք չեմ գործել։ Վստահ եք։ Լավ մտածեք։ Ոչ, ես չեմ հասկանում, պարոն, անկեղծ չեմ հասկանում, ես շատ փող եմ վաստակել, այո, բայց չեմ հասկանում, դրա մեջ ինչ վատ բան կա, ու գիտեք, ահագին փող էլ կորցրել եմ, ոսկու հանքերում, ուր ոսկի չկար, թառապի բուծարաններում, ուր թառապ չկար, եւ Ուկրաինայի ցորենի դաշտերում, ուր ցորեն չկար։ Ես ձեզ կօգնեմ, Մարսել, 20 տարի առաջ, Լա Պոզադա Պանդոկ, որտեղ գինին այնքան թանկ չէր, որքան այստեղ, մի քանի սու արժեր։ Կարդրուսի Պանդոկը։ Հիշողությունը սկսում է վերադառնալ։ Չեք հիշում ամառվա մի գեղեցիկ օր, երբ զրուցարանում նստած խմում էիք Ֆերնան Մոնդեգոյի եւ Կադրուսի հետ։ Սպասեք, դուք որտեղից գիտեք դա։ Կոմս դե Մոնտե Քրիստո։ Ոչ Դանլար, Էդմոն Դանտես։ Չէ, բայց դա անհնար է։ Այո, գիտեմ, բոլորդ նույն բանն եք ասում, անհնար է։ Դուք հաստատ այնքան երևակայություն չունեք, որքան ես։ Դե դուրս արի այս մկանցակից։ Դրսում լավ եղանակ է, դու Իտալիայում ես։ Ոչ,
Ոչ, ես եմ խելագարվել, Դանտես։ Դու կկրակես թիկունքից, Գնա, կամ էլ քո մարդիկ կկրակեն։ սրանք իմ մարդիկ չեն, իսկ ես սովորում եմ ներել ու քեզանից եմ սկսել։ Բախտդ վերել է։ Դե շուտ փախիր, քանի միտքս չեմ փոխել, ներելը շատ ավելի դժվար է, քան վրեժ լուծելը։ Իսկ իմը փողը։ Ինչ փողից է խոսում։ Ամոթ ինձ, թե գիտեմ, երբ առևանգեցինք, գրպանը դատարկեր։ Ինչպես թե գրպանս դատարկեր, ես 12 միլիոն ունեի։ Երևի սխալվում եք իմ տանկագին Դագլար։ Դուք ինձ անընդհատ ասում եք, թե փող չունեք։ Ու հետո մի քիչ մտածեք, եթե ձեզ մոտ 12 միլիոն լիներ, իմ բարեկամ Վամպան ձեզ չէր առևանգի, որպեսզի փրկագին պահանջեր։ Ես պարոն Դանգլարի միլիոնները կվերցնեի ու վերջ։ Հավատացեք, Դանգլար, ես էլ եմ անցել դրա միջով։ Բանտարկությունը մարդուն խելագար է դարձնում։ Չմոռանաք, թե մենք ինչ ենք պայմանավորվել։ Ես կկատարեմ խոստումս։ Պարոն Դանգլարից խլած միլիոնները կբաժանեմ աղքատներին, որբերին, այրիներին ու հիվանդներին։ Եվ բանտարկյալներին, ծածկոցների, դեղերի և սննդի տեսքով։ Բանտարկյալներին չմոռանաք։ Ես հանդիպում ունեմ Կոմս դե Մոնտե Քրիստոյի հետ։ Պայմանավորվել էիք 15 օրից, նույն ժամին։ Դուք շուտ եք եկել, գիտեմ։ Բայց էլ չեմ դիմանում, Բերտուչո, ուզում եմ մեռնել։ Ես հարգել եմ իմ երդումը, հիմա ձեր տերը պիտի իր խոստումը կատարի։ Դե Մաքսիմիլյան, դեռ հուսահատ ես։ Այո, ես ձեզ զգուշացրել էի։ Ես պատրաստ եմ։ Դուք եք պատրաստ։ Բերտուչո, Այո, պարոն։ արա ինչ որ ասել եմ։ Նա պիտի տա թույնը։ Այդպես ավելի հարմար է, ձեր ձեռքերը չեք կեղտուտի։ Մաքսիմիլյան, պիտի զգուշացնեմ, որ շատ մեծ ցնցում ես ապրելու։ Չես կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչ ես զգալու։ Վախենում եք, շատ տանջվեմ ձեր աչքի առաջ։ Ինչ իմանաս, գուցե հենց այդպես էլ լինի։ Մեռնելը այնքան էլ հեշտ չէ։ Ուզում եմ հենց հիմա խմել թույնը։ Ինչ էլ որ զգաս, չգոռաս։ Մեր հարևանուին շատ ծերկին է, չարժե վախեցնել նրան։ Կկարողանամ տիրապետել ինձ։ Մի վախեցեք, ես ցավին դիմանում եմ։ Դե ժամանակն է, որ ապացուցես քաջությունդ։ Արի ինձ հետ։
Հացավաճառին, ինձ համար մի բոկան թողեք, որովհետև որդիս մեկնել է։ Մերսեդես Իգուալդա։ 2 բոկան թողեք, որովհետև Էդմոն Դանտեսը վերադարձել է։ Հուսով եմ չես լալիս։ Ես քո որդու տարիքին էլ չկայի, երբ ծով դուրս եկա։ Այստեղ ես, բայց ինչ ես անում։ Նույնը ինչ դու։ Ապրում եմ այստեղ։ Իսկ Պլեն Մոնսոյի քո առանձնատունը։ Վաճառել եմ։ Ավելի շուտ թողել եմ կուսակրոններին, որոնք Մենաստանի շենք էին փնտրում։ Ես էլ իմ ամբողջ հարստությունը մի անձնուհիներին եմ տվել։ Իսկ բարձունքում գտնվող քո փոքրիկ տունը, դա դեռ քեզ է պատկանում։ Միշտ էլ ինձ է պատկանել։ Հիմա դա միակ ունեցվածքս է։ Ուրեմն փրկված եմ, գիշերը քնելու տեղ կունենա։ Վերջ, դուր ինձ կգցես։ Ոտքի կկանգնենք։ Մարդ միշտ էլ ոտքի է կանգնում։ Ինձ կեղտոտ եմ զգում։ Քեզանից Փարիզի հոտ է գալիս։ Փողի, հանրակարգի, քրտնած ձիու, պանդոկի տապակած հավի հոտ, գնանետ վիրջուրը։ Արի։ Չէ, մոռացել ես, ես լողալ չգիտեմ։ Արի, ես քեզ կսովորեցնեմ, արի։ Թարգմանիչ Սոնա Աբրահամյան, կրկնօրինակման ռեժիսոր Մարինե Բլբուլյան, համակարգչային մոնտաժը Մուշեղ Բարբարյանի։ Դերերը կրկնօրինակեցին Շուշան Ղազարյանը, Դավիթ Հակոբյանը, Արա Դեղտրիկյանը։ Առաջին կինոմիավորում։